Պարոն Քոյթարյան, բարի գալուս, շնորհակալություն, որ միացել եք մեզ։ Առաջարկում եմ սկսել շաբաթը ամփոփելով եւ այն ինչ տեղի ունեցավ նախ Գյումրիում, փորձելով հասկանալ, որովհետեւ տարբեր կարծիքներ են հնչում, տարբեր կողմերից, հակադիր, ինչ ստացավ Փաշինյանը Գյումրիում եւ ինչ կորցրեց Փաշինյանը Գյումրիում։ Տարբեր կարծիքներ, չգիտեմ որտեղից են հնչում, որովհետև ես կարծում եմ պատկերը շատ միանշանակ էր, հա, հատկապես վերջին արդեն 3, չէ, եթե չեմ շփոթվում, հայտնի կադրերը ստրիպտիզ ակումբից, երբ հայտնվեցին եւ պարզվեց, որ ինչ որ մարդիկ, ովքեր իբր պատարագ էին մատուցում, նաեւ տարբեր տեղեր զվարճանում են նման տեղեր, դա ես կարծում եմ միանշանակ է, որ այս առումով Գյումրին կարելի ասած մերժեց, հա, Նիկոլ Փաշինյանի այս հերթական ոյաժը արդեն, ինչ ստացավ, չեմ կարող ասել, ինչ ստացավ, որովհետև ստացավ Գյումրիի մերժումը, ստացավ գյումրեցիների այն վերաբերմունքը, ինչը ստացավ։ Եպիսկոպոսած ժողով, որը հետաձգվեց, այստեղ ինչ ենթատեքստ եք տեսնում, ինչու սա տեղի ունեցավ, ինչու այսպիսի որոշում կայացվեց։ Կարծում եմ, որ այնուամենայնիվ այն ինֆորմացիան, որը եղավ մամուլում, որ եղել են ճնշումներ, այդ թվում նաև հա եպիսկոպոսներին, ես նկատի ունեմ այն թեմերի, որը որ դրսում են, կարող էին չթողնել կամ եկածներին կարող էին չթողնել հետ գնալ, չի բացառվում, որ դա իրականությանը շատ մոտ է, հաշվի առնելով, որ հենց հիմա 4 սրբազան նստած է, այնպես որ ես շատ բնական էր եւ կարծում եմ, որ վեհապարը ճիշտ որոշում կայացրեց, չգնալ ընդհանրապես հայրաքելական եկեղեցու դիրքորոշումը այս վերջի 6 ամիսների ընթացքում ես գտնում եմ, չնայած շատերը մեղադրում են, հա, այսպիսի կարծիք էլ կա, միգուցե երբ ավելի սենց զգացմունքային ես վերաբերվում, կարող ես եւ մեղադրել, բայց երբ ավելի սառն ես դատում, հասկանում ես, որ երևի թե ճիշտ մոտեցումը հենց սա է, որովհետև իշխանության ամբողջ նպատակը հունից հանելն է, հա, պրովոկացիաներն են, տարբեր սադրանքներն են, որ չտրվել այդ սադրանքներին, հիմնական խնդիրը հիմա հայ առաքելական եկեղեցու դա է։ Պարոն Քոչարյան, շարունակելով այս թեման, տեսեք, կարելի է ասել, որ այդ ռուսերեն ասած զալպը, հա, 10 արքեպիսկոպոսների եպիսկոպների, դա վերջին խաղաթուղթն էր Փաշինյանի եւ դրանով իր գործիքակազմը սպառվում է, որովհետեւ օրինակ տեսեք մենք քիչ առաջ հաղորդմասկազմի խոսում էինք, ինչ որ մի հատ կայք են բացել իրանք, հա, այդ մարդիկ եւ այնտեղ ինչ որ կոչ է կաթողիկոսին հրաժարական տալ եւ ներկայային 140 ստորագրություն 7-8 ժամվա մեջ էլի, սա ինչ է նշանակում, հա, ինչ որ մի հատ կայքի անունը չեմ ուզում տամ, որ չգովազդենք, հա, չէ 140 ինչ որոնք կարող են միանալ այդ պահանջին, քվեարկել միանալ պահանջին։ Հոգևորական թե ցանկացած, հա, որովհետև ես տեղյակ չեմ, ես առաջի անգամ լսեցի։ Այսօր բացահայտեցինք, եղել էր ուրեմն հայտարարություն եւ կայքում ես սպասում եմ հազարավոր, այսպես ասած, աջակիցների, հա, Փաշինյանի կամ չգիտեմ այդ հոգևորական։ Չեմ կասկածում, դա էլ կանեն, ֆեյքերի, եթե տեսնեն քիչ է, ֆեյքերով կլցնեն։ Որ 6-7 ժամվա ընթացքում ինչ հայտարարություններ են, ընդամենը 140 մոտավորապես ձայն է եղել, եւ սա արդյոք նշանակում է, որ այդ շանտաժի գործիքները, այդ սպառնալիքի գործիքները, այդ ամեն ինչը Փաշինյանը մոտ վերջացել է եւ ինքը երևի թե չկարողացավ այն էֆեկտը ստանա, որ կաթողիկոսը պայտակ ինչ որ ճոճվի եւ բան հրաժարական տա։ Թե էլի ինչ որ սուրպրիզներ ունենք ամեն դեպքում։ Գիտեք, ես հաշվի առնելով վերջին 7 տարվա իշխանությունների ֆանտազիան, ես չեմ կարող ասել, վերջացավ, թե ինչ որ նոր բան կմոգոնեն, բայց այն որ խոշոր հաշվով ես նկատի ունեմ եպիսկոպոսած դասից,
կարծեք թե այլ մարդ չի միանում, ավելին ասեմ, Գյումրին ցույց տվեց, որ ավելի ցածր սան ունեցող հոգևորականներ եւս չեն միանում։ Սա այն փաստն է, որը մենք այս պահի դրությամբ տեսնում ենք։ Թե ինչ կմոգոնեն, ես ճիշտն ասած տենց կանոնակարգը չգիտեմ, բայց ինչքան գիտեմ, ինչ ուզում են անեն, հա, եթե կաթողիկոսը ինքը հրաժարական չտա, ոչ մի բան չեն կարող անել։ Այսքանը կարող եմ ասել։ Քայլ են անում Արցախի ներկայացուցչության դեմ հայտնի լսումներից հետո այս շաբաթվա եւ մանավանդ հայտարարություններից հետո, որ հակամարտության թեման փակված չեն համարում, վերադարձի հարցը փակված չեն համարում, եղան այնուհետև անմիջապես խուզարկություններ։ Դուք կկապեք այս երկու զարգացումները իրար հետ։ Ես կկապեմ, որովհետև դուք մի բան բաց թողեցիք, Նիկոլ Փաշինյանի առաջարկը, որ դրա մասին հետո էի հարցնելու։ Հա, որովհետև դրանք փոխկապակցված են եւ ինձ համար ամենազարհուրելին նա է, որ մարդը 120,000 մարդու անունից, հա, այսինքն այդ մարդիկ դարերով կամ լավ, եթե միայն հələ այդ սերունդն ենք նայում, հա, ծնվել են, ապրել են, դրել են, տուն են դրել կամ հորից պապից եկած տուն ամեն ինչ թողել են, հիմա ասում է, որ չգիտես ինչու այդ 120,000 մարդու անունից ասում է իրանք չունեն ոչ մի պահանջ։ Այ եթե դուք չասեք ես ինչ բանը, այդ մարդիկ էլ այդ չեն ասի։ Բայց դու ով ես որ այդ մարդկանց անունից ես խոսում այդքան։ Դու այդ մարդկանց այդ նույն տնով, այդ նույն ապրուստով, այդ աշխատ ամեն ինչով, հողով, հա, այգիներով ապահովել ես, որ իրանց անունից դա խոսում ես։ Մյուս կողմից քննարկել քրականացվի Արցախի հիշատակումը Հայաստանում։ Ես ասում եմ, ես ոչինչ չեմ բացառում։ Արցախի հիշատակում, ցեղասպանության հիշատակում, Արարատ բառը օգտագործելը, ես ոչինչ չեմ բացառում։ Լավ, արես դա այդ արկելես, չգիտեմ, Արարատ Միրզյանին արկելես, Արարատ կոչվել, Մասիս Մելքոնյանին դատավոր ինչ-որ անուն մտածեց, մնացածներին բանտարկեց։ Որտեղ է այն կետը ըստ որտեղ այդ ամեն ինչը ամեն դեպքում պայթել է, որտեղ եթե դու անընդհատ բան ես անում, իհարկե, միտեղից ռեզբան թռնում է։ Այո, որտեղը չեմ կարող ասել, բայց համաձայն է, որ ինչ որ միտեղից կտրելու է թելը։ Պարոն Քոչարյան, ուզում եմ հարցնել, ես իհարկե չեմ ուզում շարժվենք Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, բայց ենթադրենք։ Հրաժարվում են Արցախահայությունը վերադարձի իրավունքից։ Ադրբեջանն այդպես կանգ է առնելու ու հրաժարվելու է Արևմտյան Ադրբեջան կոչված այս ծրագրից։ Իհարկե ոչ, որովհետև դա ինքն է ասում, առաջարկում է, բայց ես դեռ չեմ լսել այստեղից մի առաջարկ, որ այնտեղից ընդունվի։ Հա, որովհետև տեսեք, 20 թվականից սկսած ստորագրվել էր պայմանագիր 9 կետից, այդ 9 կետից ոչ մի բան չի արվել ավելին այդ ժողովրդին փաստացի, հա, այնտեղից քշել են, հիմա համարում են, ավելին ասում են Արցախի անունը, որ տալիս եք դա խաղաղության մասին չի խոսում, հերիք չի, բայց իրենք էլ Զանգեզուրի միջանցք, էլ 300,000 ադրբեջանցու վերադարձ, էլ Արևմտյան Ադրբեջան, էլ Սևանը Գյոյչա, էլ եսի ինչ, այդ ամեն ինչը մենք լսում ենք պերմանենտ ամենօրյա ռեժիմով։ Միանանք Մոսկվա Հայկ Խալաթյանին։ Ողջունում եմ Կարենին։ Այսպիսի հարց, մենք հաճախ ենք վերջին ժամանակներ լսվում այսպես կոչված մոլդովյան սցենարի մասին Հայաստանում, փաստացի այդպիսի տպավորություններ, որ Եվրոպայից Նիկոլ Փաշինյանը կարտ բլանշ է ստացել այդ բռնաճնշումների, չեմ բացառում, որ ընտրություններից առաջ որոշ քաղաքական ուժեր արգելվեն, թույլ չտալվի իրենց մասնակցությունների լրատվամիջոցներ, որտեղ դա ամենը արդեն Մոլդովայում արվել է։ Չնայած այնտեղ նույնիսկ քվեարկության արդյունքում երկրի ներսում ձայները չերիքեց իշխանության, միայն դրսում ապրողների շնորհիվ կարողացավ այդ բոլոր բռնաճնշումներով իրենց համար անհրաժեշտ արդյունք ապահովել իշխանությունը։ Հայաստանում դրսի այդ քվեարկությունը չկա։
Հիմա այս ֆոնին ձեր կարծիքով այս բռնաճնշումները եւ այս մոլդովական սցենարը թույլ կտան իշխանությանը ապահովել, թե կբերեն հակառակ արդյունքի, երբ որ մարդիկ կգնան լրիվ այլ։ Ու հիշասեմ ունեն Ռաֆի Հովհաննիսյանի օրինակը, երբ որ համարյա հաղթում էր արդեն Ռաֆի Հովհաննիսյանը, չնայած ոչ մի լուրջ տեխնացու չէր մասնակցել այդ ժամանակ ընտրություններին։ Հայկ ջան, բարի երեկո, ես չեմ բացառում որևէ տարբերակ, այո, չի բացառվում, որ լինի հակառակ էֆեկտը, բայց մոլդովական սցենարը ես չեմ բացառում նաև այն դեպքում, երբ չլինի որևէ դիմադրություն, ինչպես չկար փաստացի Մոլդովայում։ Այսինքն, նույն եվրոպական երկրները կամ արևմտյան այն երկրները, որը, ինչպես դուք եք ասում, կարտ բլանշ են տվել, կարտ բլանշ են տալիս միայն այն դեպքում, երբ չկա, երբ դիմադրություն, օրինակ, երբ իրենց ասում են, որ կա նույն եվրոպական համենայն դեպս այդպես են ասում շատ ընդդիմադիր գործիչներ, որ երբ դիմում են տարբեր եվրոպական կառույցներին, ասում են դե փողոցում բողոք չկա։ Իդեպ նույնը հենց ինքը Նիկոլ Փաշինյանն է ասում է եթե ես համաձայն չեք, դուրս եկեք փողոց, Բայց եվրոպացիները չեն կարող հաշվի չնստել այն բողոքի ակցիաների եւ զանգվածային ակցիաների հետ, եթե դա լինի Այսինքն, եթե լինեն ընդդիմությունը կազմակերպի, եւ ոչ թե ընդդիմությունը իրար ուտի, այլ փորձի կազմակերպված պայքարի այս ամեն ինչի դեմ, չի բացառվում եւ ոչ թե չի բացառվում, ես վստահ եմ, որ նույն այդ արևմտյան երկրները անպայման հաշվի կնստեն իրողության հետ։ Դա բացառվում է, որ չնստեն հաշվի, Օրինակ, տեսեք ինչ է կատարվում հենց հիմա, հենց այս օրերին Բուլղարիայում։ Այնպես չի, որ կամ օրինակ Չեխիայում ամենևին եվրոչինովնիկների սրտի բանը չի ընտրվել այնտեղ։ Հիմա իշխանության որ եկել է, փոխվել է, ուզում եմ ասեմ, իրենք էլ միշտ հաշվի են նստում իրականության հետ եւ հնարավոր չի իրականության հետ հաշվի չնստել։ Պարոն Քոչարյան, ընտրությունների հետ կապված այսպիսի մի մոտեցում կա, որ դա ոչ թե սովորական ընտրություններ են, քաղաքագիտական առումով անդիմություն իշխանություն, այլ աշխարհաքաղաքական ընտրություններ են, կամ տեսակի ընտրություններ են լինելու եւ այստեղ մենք գիտենք օրինակ, որ աշխարհական այն իմաստով կամ պրոհայկական Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ Դաշինք Իրան կամ Արևմուտք Թուրքիա եւ այլն, Եվ այստեղ խնդիրը առաջանում, որովհետև բոլորը շատ լավ գիտենք, որ մեր ընդդիմության մեջ կա բավականին ուժեղ, այսպես ասենք, արևմտամետ զանգված եւ արդյոք այդ ընտրություններին սա կարող է ինչ-որ չար կատակ խաղալ ընդհանուր ընդդիմադիր դաշտի հետ, երբ որ գլոբալ առումով եթե հարցը այդպես թե այնպես դրվի, ընդդիմության մի մասը սաբոտաժ անի ընտրությունները կամ Նիկոլ Փաշինյանի սիտուատիվ դաշնակից դառնա։ Ես չեմ հավատում, որ ընդդիմադիր, եթե որևէ իրական ընդդիմության մասին է խոսքը, որը այսօր, այսպես ասած, հակաքպայական կամ հականիկոլիզմի բանով է առաջնորդվում, որ որևէ կերպ ենթադրենք, գնացին ոչ ոք չի հավաքել պահանջվածն կամ այն ինչը որ բան է լինում 50+1 եւ ենթադրենք ինչ որ ընդդիմադիր ուժ թեկուզ եւ ոչ ռուսամետ կարող է միանալ Նիկոլ Փաշինյանին 50+1 ստանալու համար։ Ես դա գրեթե բացառում եմ։ Հիմա ես ականի որ մենք ամեն ինչ տեսել ենք 100%-ով չեմ, բայց գրեթե բացառում եմ։ Կարող է ուժ լինի, որ փորձի խաղալ այդ դաշտում, հիշում եք Երևանի ընտրություններին Արամ Սարգսյանի կուսակցությունը կրկին ընդդիմադիր խաղաց եւ վերջում թռավ գիրկը կամ հայտնի անձնավորությունը, որը անհասկանալի ճակատագիր ունի ԱՄՆ-ում, ինքն էլ փորձեց հականիկոլականության վրա բան անել, բայց վերջում ապահովեց եւ կվորումը եւ անհրաժեշտ այները Տիգրան Ավենյանի։ Տեսեք, Արամ Սարգսյանի պարագայում արդեն դժվար
դժվար է խաղալ ընդդիմություն։ Թեև վերջին 1 տարին Արամ Սարգսյանը փորձում է հնարավորինս տարանջատվել ինչ-որ ձևով, իրեն ավելի շատ դիրք, ընդ որում ինքը տարանջատվում է նաև այլ արևմտամետ ուժերից։ Չի մասնակցում որևէ ակցիաների միասնական, արևմտյան բլոկի հետ, որևէ ռադիկալ հայտարարություններով հանդես չի գալիս, հատկապես ՀԱԿ-ը։ Ինքը ավելի շատ հիմա պրո-արևմտյան հայտարարություններով է հանդես գալիս, քան հակառուսական օրինակ։ Ես դա հատուկ ուշադրություն եմ դարձրել եւ ֆիքսել եմ։ Բայց անգամ այս պարագայում դժվար է Արամ Սարգսյանին ընկալել որպես ընդդիմություն։ Ընկալել որպես արևմտամետ, այո, բայց որպես ընդդիմություն ոչ։ Ինչ վերաբերվում է այլ ուժերին, կրկին ես չեմ ասում, այդ ցանկացած ուժ, այդ թվում նաև նոր եւ կամ ձեր նշած ուժերը կարող են հավաքել X քանակությամբ ձայներ անցողիկ։ Ես դա չեմ բացառում, բայց Նիկոլ Փաշինյանին միանալն եմ բացառում ես։ Ինչ վերաբերվում է նրան, որ ռուսական, այստեղ տեսեք, պրո-արևմտյան ուժերն էլ հիմա տարբեր են, որովհետև չկա արդեն միասնական արևմուտք հասկացողություն։ Մի հատ տեսեք ինչ է կատարվում, նույն արևմտյան նախկին, այսպես ասած, մեր պատկերացումով կամ ընդհանուր պատկերացումով։ Տրամպը ինչ ուլտիմատումներ է դնում նույն Եվրոպայի առջև, Ուկրաինայի առջև, Ուկրաինայի հարցով եւ ոչ միայն Ուկրաինայի հարցով։ Եվ այստեղ միասնական նայել ինչ է պրո-արևմտականություն, մի փոքր հիմա պետքա փորձել բաժանել, դա պրո-ամերիկյան է, պրո-եվրոպական է, որովհետև Եվրոպան էլ է հիմա տարբեր։ Եվրոպա գլոբալիստական, ոչ գլոբալիստական։ Այդ այլ խնդիր է, եւ այսօր Եվրոպան էլ եթե նկատել եք, հիմա քիչ առաջ խոսացինք Չեխիայից, Բուլղարիայից, այդ ամեն ինչը այնտեղ էլ է բավականին հենց ներսից էփում, որովհետև մի բան է Եվրոպա, մի բան է եվրոչինովնիկները այսօրվա։ Այդ հիմա շատ տարբեր բաներ են, որովհետև նույն Եվրոպան արդեն զզված է շատ բաներից։ Դրա համար հերթով տարբեր երկրներում հետաքրքիր ընտրություններ են կայանում։ Անկաշան, ինչի այսքանի միջից, Փաշինյանը գնում է մերձի ճակատնապատում։ Որն է հայտնի ֆրազան հիշեցի, այսքանի միջից ինչի ճակատն են պատճում, բայց նու չեմ համոզվում։ Որն է հույսը, ստրատեգիան։ Ես կարծում եմ հույսը ցանկացածն է։ Մերձը չլիներ, լիներ Մակրոնը նույնը կլիներ, լիներ Բրիտանիան, լիներ չգիտեմ ով կա Բրյուսելում ցանկացածը, որովհետև մերձից հետո գալիս է այնուամենայնիվ թռնում է Մոսկվա, այնտեղ չի իջնում, Պիտերում է իջնում, հետո Մոսկվա, հետո հայտարարում է, որ մենք խնդիր չունենք Եվրասիական միությունից դուրս գալու, բայց խնդիր ունենք մտնելու Եվրամիություն, որից հետո ավերջուկը ասում է, որ միևնույն է ինչ որ պայի պետք է ընտրեն։ Ես կարծում եմ հիմա ավելի շատ խնդիրը ժամանակ ձգելու մեջ է, որովհետև հասկանալի է, որ երկար չի կարող երկու աթոռի վրա նստել ու խաղալ, թեև արդեն երկար ժամանակ է բոլորը ասում են դեռ ստացվում է, որովհետև այդպիսին է աշխարհում աշխարհաքաղաքական վիճակը։ Հավանական է Կակոշնիկը հակնի գնա էլի սկսի մատուշկա Ռասիա երկի։ Չգիտեմ, դե համենայն դեպս երեք ինչ որ Անդրոպովի Սիլոյով Լուբյանկայի դեմը նկարվել էր, ես չեմ բացառում ոչ մի բան։ Պարոն Քոչարյան, երբ դուք խոսում եք արևմուտքի մասին, նաև Միացյալ Նահանգներ, Եվրամիություն հակասությունների, ես արդեն կանխազգում էի, որ Լոս Անջելեսից Արթուրը ձեզ հարց է ունենալու եւ իհարկե ճիշտ դուրս եկա։ Արթուր, Ես չեմ լսում Արթուրին։ Մենք էլ չենք լսում Արթուրին։
տեխնիկական խնդիր ունենք, քանի դեռ հիմա գործընկերներս կփորձեն սա կարգի բերել, ես հարցնեմ, Արթուրը հաստատ արևմուտքի մասին է հարցնելու, սրան վերադառնալու ենք դեռ, բայց քաղաքական այլ ուժեր Հայաստանում հարցնելու են մեր ձևով շարժման եւ ընդհանրապես Սամվել Կարապետյանի մասին, այսօր փաստաբաններն են, փաստաբանական թիմն է ասուլիս ունեցել եւ մասնավորապես խոսել են նրա մասին, որ քննիչները այն պատճառաբանությամբ, որով դատավորից պահանջում էին երկարաձգել կալանքի ժամկետը, հիմա այդ գործողությունները չեն անում։ Արամ Վարդևանյանի խոսքի այդ հատված առաջարկում եմ հիմա դիտենք, վերադառնանք։ Ցավալին այն է, որ 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը մինչ օրս ոչ թե այս խայտառակ ապուրինի պրիմիտիվ, շինծու, աբսուրդային վարույթը ոչ թե ավարտում է եւ ուղարկի դատարան կամ ուղարկի կարճի վեր գտնվի ապօրինություններից եւ կարճի, այլ փոխարենը տարատեսակ անհասկանալի վարույթային գործողություններով է զբաղված։ Ձեզ ամենայն պատասխանատվությամբ հայտնում ենք։ Նոյեմբերի 18-ին հաջորդած ժամանակահատվածում 5-ից ավել միջնորդություն ենք ներկայացրել, որ քննչականը կատարի այն գործողությունները, որը եկել էր եւ դատավոր Դադոյանին խնդրում էր, որ իրեն ժամանակ տան, որ կատարի։ Գիտեք ինչ է պատասխանել քննչական մարմինը։ Դնենք մի կողմ, որ հետին ամսաթվով թուղթ են գրում, ուշացումով ուղարկում են։ Իդեպ որոշ դեպքերում դա համարվում է փաստաթղթի կեղծում, քրեական օրենսգրքով նախատեսված, բայց հո դրա վրա ուշադրություն չենք դարձնելու։ Չէ՞ որ Սամվել Կարապետյանի գործով զբաղվող քննիչները երևի թե ազգային ժողովի падգամավորներից ավելի բարձր անձեռմխելիության աստիճանում են։ Դրան ուշադրություն չդարձնենք։ Գիտեք քննիչը ինչ է պատասխանում։ Քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանը մեր կողմից ներկայացրած միջնորդությանը, որ կատարեք այն գործողությունները, որոնք դատարանից խնդրել եք։ Ասում է ակնհայտ անհիմն միջնորդությունը ենթակա է մերժման։ Այսինքն մենք իրենց գրում ենք, որ արեք այն, ինչ ասում եք, ասում են ակնհայտ անհիմն միջնորդությունը ենթակա է մերժման։ 53 քննիչներ, 177 օր տևող կալանք, տոտալ անգործություն։ Պարոն Քոչարյան, ինչու։ Ես այնուամենայնիվ կարծում եմ, որ Սամվել Կարապետյանի հետ կապված իշխանությունները կարելի ասել կրակն են ընկել իրենց իսկ արարքի ձեռքը, որովհետև հասկանալի է, որ իրավական որևէ հիմք գոյություն չունի, բայց միևնույն ժամանակ կա վախ, որ եւ դա չեն էլ թաքցնում, որ Սամվել Կարապետյանը ապագա քաղաքական process-ների մեջ կարող է բավականին լուրջ մրցակից լինել։ Ոչ թե կարող է, հաստատ այդպեսին կլինի։ Եվ այնուամենայնիվ այդքան էլ հեշտ չէ Forbes-ի ցուցակից մարդուն պահել, այնել փաստացի անհիմն, ինչպես նշում են ամենայն դեպս իրավաբանները, եւ ինչպես ես եմ հասկանում, որպես պարզապես քաղաքիս իրավաբան չեմ, բայց 100%-ով կարող եմ պնդել, որ Սամվել Կարապետյանի խոսքի մեջ որևէ կոչ չի եղել։ Ինքը չի ասել, ես կոչ եմ անում, ինքը ընդամենը ասել է, մենք մեր ձևով կանենք, սա կոչ չէ։ Հիմա միանանք Արթուրին արդեն։ Ողջունում եմ պարոն Քոչարյանին, իհարկե հարցս Եվրամիության մասին չէ, Անի ջան, ուզում եմ ընտրությունների մասին հարցնել, ուրեմն որքան էլ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը այսօր ասենք իջել է 15 եւ այլն, պարզ է, որ
26 թվականի ընտրությունների, այսպես ասենք, հարցը որոշելու են ընտրողները իրենց մասնակցությամբ, այսինքն եթե եղավ ցածր մասնակցություն, Նիկոլ Փաշինյանը իր վարչական ռեսուրսով, իր լծակներով, իր KGB-ով եւ մնացածներով անցնելու է։ Այսինքն պետք է իմ կարծիքով ինչ որ ուրիշ մոտիվացիոն գաղափարներ փորձը ցույց է տալիս, որ Արցախը եւ այլ, մինչեւ հիմա կան մարդիկ, որոնք հիասթափված են ուրեմն Փաշինյանից ոչ թե որ Արցախն է հանձնել, այլ որ Թալանը հետ չի վերադարձել, այսինքն մինչև հիմա այդ մարդկանց մեծ մասը մոտիվացված չեն գնալ ընտրությունների։ Չեք կարծում, որ պետք է այս 6 ամիսների ընթացքում ընդդիմությունը ավելի, այսպես առաջին պլան բերի, ցավոք ստիպված է դա անել, ոչ թե ասենք Արցախը, Թուրքիան եւ այլն, այլ օրինակ ասենք ԿՊԵ-ականների Թալանը, հիմնադրամներից արված կասկածելի մուտքերն ու ելքերը, կասկածելի բնակարանների արքու վաճառքը, ես որքան հասկանում եմ, այդ Թալանի մասին այդ ուռճացված, ուրեմն նախկինների հետ կապված ուռճացված պատմությունները շատ չնչին են այն ինչ կատարվում է այսօր։ Եթե արդյոք կարծում եք, որ սա պետք է լինի առաջնային ուրեմն մոտիվացիոն գործոնը կամ միգուցե այլ գաղափարներ պետք է բերվեն, որպեսզի մարդիկ ավելի ուրեմն մոտիվացված գան եւ գնան մասնակցեն ընտրության, որտեղ բարձր մասնակցության դեպքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն չունի։ Ողջույն Արտուր ջան, շատ հաճելի է տեսնել քեզ ու լսել։ Ոչ թե չեմ կարծում, այլ ես վստահ եմ եւ արդեն բազմիցս ասել եմ, որ ցավոք սրտի, այո, այսօր Հայաստանի հասարակությանը, որը հետաքրքրում է հիմնականում երկու խնդիր, որը հետ պատերազմյան եւ կրիզիսային հասարակության համար նաեւ բացատրելի է։ Կարող ենք զայրանալ, ասել ինչու է այդպես, բայց դա այդպես է ոչ միայն մեր հասարակության մոտ, սովորաբար դա այդպես է լինում, հատկապես պատերազմում պարտված եւ դրանից հետո հետ այդ պատերազմյան դեպրեսիոն հասարակություններում։ Այսօր հասարակությանը գլոբալ հետաքրքրում է ըստ իս երկու հարց. անվտանգություն, ընդ որում անվտանգությունը բոլոր առումներով, անվտանգություն առաջին հերթին իհարկե դա կյանքի անվտանգությունն է, բայց անվտանգություն էներգետիկ, անվտանգություն բիզնեսի, տնտեսական եւ այլն, եւ երկրորդը, որը եւ ոչ պակաս կարեւոր է, դա սոցիալական կոմպոնենտն է, այո, պետք է մեր ընդդիմադիր դաշտային ներկայացուցիչները, որոնք պատրաստվում են մասնակցել ընտրություններին, իրենց ընտրազանգվածին, իրենց պոտենցիալ ընտրազանգվածին փորձեն ոչ միայն խոստումներով կերակրեն, այլ այդ նույն սոցիալական խնդիրներին փորձեն առաջարկեն լուծումներ եւ իրենց ընտրողի հետ հանդիպման ժամանակ նախ չխուսափեն հանդիպումներից, փորձեն հնարավորինս շատ հանդիպել իրենց ընտրողների հետ։ Մանավանդ մարզերում, գյուղերում։ Ոչ միայն մարզերում, ամենտեղ դա ցանկացած ընտրողին հաճելի է, երբ իրեն լսում են, լսեն ինչ խնդիրներ ունեն, փորձեն այդ խնդիրները մինչև 6 ամսվա ընթացքում խնդիրներին կարողանան տան բացատրելի լուծում եւ հետո դա ներկայացնեն արդեն նախընտրական արշավի ժամանակ իրենց ընտրողներին։ Այդ դեպքում ես կարծում եմ շանս կա այդ ընտրողներին բերել հասցնել ընտրատեղամաս։ Բայց Փաշինյանն ինքն էլ է փորձում որոշ քայլեր անել ու տեխնոլոգիաներ օգտագործել, սկսած նրանից, որ խաղաղություն է հաստատել իբր Ադրբեջանի հետ, այս ֆրազը անընդհատ ամենուր կրկնելով, հիմա նաև դիտարկվում է Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացումը օգտագործել։ Ինչպես հավասարակշռել, սա Փաշինյանի կողմից էֆեկտիվ հակակշիռ կլինի ի վերջո։ Տեսեք, մենակ դա չի։ Հա, քիչ առաջ մենք խոսում էինք, որ ունի կարտ բլանշ ինչ որ, հա, եվրոչինովնիկները ես չեմ բացառում, որ օրինակ ազատականացնեն վիզան։ Այո։
Դա չեմ բա, որը եւս կլինի, հա, բավականին լուրջ կոզր, թեև ես չեմ կարողանում հասկանալ, թե դա ինչ կոզր է, բայց այնուամենայնիվ, որովհետեւ ով գնում էր, այսպես թե այնպես գնում է, ով չէր կարողանում գնալ, որովհետեւ ինչքան էլ ինքնաթիռի տոմսը դարձել է ենթադրենք $20 կամ $40, միայն գնալ գալով չի, այնտեղ պետք է ապրել, հյուրանոցում, այնտեղ պետք է սնվել եւ այլն եւ այլն։ Բայց Փաշինյանը ունի իհարկե ընտրազանգված, որը կարելի է ասել, հա, այսպեսի խոսք կա յադերնիա, որը այդ 13, 15 կամ 16%-ն էական չի, բայց այդքան է։ Դրանից ավել մարդիկ ես կարծում եմ արդեն հիասթափվել են եւ ոչ թե հիասթափվել են նրա համար, որ ինքը խաղաղություն չի բերել, որ ինքը չի ազատականացրել վիզաները կամ Թուրքիայի հետ սահմանը չի բացել, որ հիմա դա խոստանա ու հա փորձի այդ մարդիկ փորձեն գնալ ընտրել, այլ որովհետեւ 7 տարի շարունակ խաբել է իր խոստումների մեծ մասը, հա 90%-ով արել է այն հակառակը, ինչը որ ասել է։ Ես կարծում եմ, այո, այդ թվում նաև Արտուրի հետ եմ համաձայն, որ ասեց, որ չի վերադարձրել Թալանը, իրենց չի բաժանել այն ինչը որ դա էլ է եղել այդ խոստումների մեջ, հա? Խոստումները տարբեր են եղել, չի վերացրել կարմիր գծերը, չի վերացրել հայտնի այդ տեսախցիկները եւ այլն, մեկը չի, երկուսը չի, երեքը չի, այնքան շատ չի, հակառակն է արել, ավելացվել են տեսախցիկները, կարմիր գծերը 12,000-ից դարձել են 160,000 եւ այլն։ Վերջին հարցս լինելու է նորից եկեղեցու վերաբերյալ, պարոն Քոչարյան, Սուրբ Ծննդյան տոներ, բոլորս արձակուրդում ենք լինելու, շատերս արձակուրդում ենք լինելու եւ գիտենք, որ եկեղեցիներ գնալու այս հավակնությունը եւ միտումը ունի Փաշինյանը շարունակում է, այս գիրակի էլ սպասվում է հերթական այցը, կարող է Փաշինյանը սա իր համար համարել բարվոք ժամանակաշրջան, ինչ որ քայլ անելու համար, ինչ որ բան սպասենք Սուրբ Ծննդյան տոներին։ Այնպես չի, որ ես կարող եմ բացառել, մեր հաղորդումը հենց, հա, մեր խոսակցությունը սկսեցինք նրանից, որ ես ամեն ինչ սպասում եմ, որևէ բան բացառել ես չեմ կարող, որովհետև վաղուց որևէ կարմիր գիծ չկա, վաղուց բոլոր հնարավոր սահմանները, բարոյական եւ ընդհանրապես բոլոր սահմանները, սրբություն, չգիտեմ, էլ չեմ ասում ճշտախոսություն եւ այլն, վաղուց տարօրված են, այդ ամեն ինչին ոչ մեկ արդեն ուշադրություն չի դարձնում, բայց պնդել որ կլինի, դա էլ չեմ կարող։ Պարոն Քոչարյան, շնորհակալ ենք հարցազրույցի համար։ Շնորհակալ։